2000 դրամ, 3000 դրամ։ Նարեկ Կարապետյան։ Ձեր խոսույթի մեջ դուք ներկայացրեցիք այն կոնֆլիկտի հիմքը, որը սկիզբ է առել 20-րդ դարի սկզբում, եւ փորձեցիք ցույց տալ, որ կոնֆլիկտի հիմքերից մեկը նաեւ մեր մոտեցումներ, մեր հակադրությունն է թուրքական իշխանության, քաղաքականության։ Միևնույն ժամանակ այսօր մի ուրիշ իրավիճակ է։ Ձեր խոսույթը խզում ունի մեր հարևան երկրի առաջնորդի խոսույթից։ Իլհամ Ալիևը այլ բան է խոսում, դուք այլ բան։ Իլհամ Ալիևը 15 օր առաջ ասում է, որ մեր երկիրը կապիտուլացվել է։ Իլհամ Ալիևը մտնում է մեր երկրի ներքին գործերի մեջ, ասում է ատոմականը պետք է փակվի։ Երբ են իրանք վերադարձնելու մեր հողերը Պարավաքարում, Գորիսում, Ջերմուկում 2 տարի է սկսվել է դելիմիտացիայի process-ը։ Բայց ավարտվել է նրանով առաջի էտապը, որ մենակ մենք ենք տվել։ Մի փոքր բացառություններով։ Երբ են նրանք վերադարձնելու մեր հողերը, երբ են տալու հետ, որպեսզի մենք իմանանք, որ չենք քծվել, որպեսզի մենք իմանանք, որ միակողմանի չի էսի, որ իրանք էլի չեն համոզում, վերջում տանեն, ձորից գցեն։ Շնորհակալ եմ հարցի համար, այստեղ շատ մեծ նորություն բացառվել։ Պարզվում է իմ խոսույթը դիսոնանս ունի, բայց միջև իմի ամբողջ խոսույթը ընդդիմության նրա մեջ էր, որ իմ խոսույթը ճշգրիտ նույնականը Ադրբեջանի նախագահի խոսույթի հետ։ Այս արձանագրենք որպես նորություն։ Երկրորդը, այս շատ կարևոր մի հանգամանքի մասին է խոսքը, որ տեսեք, մեր գիտակցությունը եւ քաղաքական խոսույթները ձևավորվել են ի արձագանք ուրիշներին։ Մենք միշտ եղել ենք ռեակտիվ, այսինքն մեր ասելիքը կախված է եղել նրանից, թե ուրիշները ինչ են ասում։ Այո, այդ թվում իմ, այդ թվում նախորդող շրջանի, այսօրվա Հայաստանի Հանրապետության առանձնահատկությունն է նա, որ ինքը իր ռազմավարական խոսույթները ձևավորում է իր ռազմավարական շահերից ելնելով, անկախ նրանից, թե ուրիշները ինչ են ասում։ Այս շատ կարևոր առանձնահատկություն է եւ ոչ սովորական մեզ համար։ Իմ դարաշրջանի եւ նախորդ դարի կեսերի, նախորդ դարաշրջանի եւ 19-րդ դարի կեսերի իրադարձությունները մեկնաբանելիս ես մեզ ուղված մեղադրանք չեմ ձևակերպում։ Ես ասում եմ, որ այդ բոլոր ողբերգությունների առանցքային պատճառն է նա, որ մենք չափից շատ ենք հավատացել արտաքին երաշխավորների խոստումներին, չափից շատ ենք հավատացել եւ թղթե շերեփի տրամաբանությունից ի վերջո պետքա դուրս գալ։ Եվ մենք դուրս ենք եկել այդ տրամաբանությունից։ Եվ մենք այսօր առերեսվում ենք, որ խնդրեմը մեր ժողովուրդը մի հատ լավ ասացվածք ունի, մենք որ ասում է վերքը մարմնին է ցավ տալիս։ Այդ վերքը, որը մերն է, մենք պետք է զբաղվենք այդ վերքերի բուժմամբ։ Մենք, ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, այո, առաջինը ես ինքս պետք է վերցնեմ պատասխանատվություն եւ ես վերցրել եմ այդ պատասխանատվությունը։ Մեր հողերը երբ են տալու։ Սահմանազատման արդյունքում այդ հողերի մեր լինելու փաստը ես դրա համար եմ ասում քյարքի, ոչ թե նրա համար, որ ես ադրբեջանամետ եմ, այլ ես հասկանում եմ, որ եթե կասկածի տակ դրվի են քարտեզները, որոնք այսօր գտնվում են իրավական հիմքում խաղաղության, բոլորը կսկսեն կասկածի տակ առնել այդ քարտեզները։ Եվ ես ավելին ասեմ, ինչքան մենք այս հարցի նյարդը զրոյացնենք, այդքան այդ հարցը կլուծվի շատ պարզ տեխնիկական լուծումով։ Այդ տարածքները փոխադարձաբար մենք սահմանի երկայնքով կփռենք, կներեք այդ կոպիտ բառի համար, եւ ճշգրիտ Հայաստանի մի բան ակնհայտ է, Հայաստանի տարածքը 29743 քառակուսի կիլոմետր լինելու այդ ամեն ինչի արդյունքում, ինչպես դե յուրե է այդ թվում էս պահին։ Արձագանք Երբ են իրենք
շարունակելու, երբ ենք շարունակելու process-ը եւ երբ են իրենք վերադարձնելու 2 տարի առաջ սկսված եւ կանգնած դելիմիտացիայի արդյունքում մեր հողերը։ Սիրելի Տիգրանաշենցիներ, մենք այսօր քննարկում ենք ձեր տների հարցը։ Դուք այս ընտրություններուն քվեարկել եք, ավելի շատ ձայն եք տվել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, քան ուժեղ Հայաստանին։ Այդ պատճառով այսօր մենք քննարկում ենք ձեր տների հարցը, ու այսօր ձեր տները վտանգ կա, որ հանձնվելու է Ադրբեջանին։ Մենք պայքարելու ենք դրա համար, բայց դուք էլ օգնեք մեզ, որ պաշտպանենք ձեր տները։ Շնորհակալ եմ ձեր հայտարարության համար, որովհետև դուք ապացուցեցիք, որ դուք պատերազմի կուսակցություն եք։ Որովհետև հիմա դուք ասցիք, որ պատրաստ եք դրա համար պատերազմ սկսել Ադրբեջանի հետ։ Դուք դրանով ապացուցեցիք այն, ինչ որ սկզբունքորեն ապացուցելու կարիք չկար էլ։ Դուք ապացուցեցիք, որ չեք ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որովհետև երկրի տարածքային ամբողջականություն, ցանկացած երկրի տարածքային ամբողջականություն պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Տեսեք, այդ որ ասում եք դուք պարավաքարի հողերը, հնարավոր չի այլ դիրքորոշում ունենալ, այսինքն մի դեպքում այլ դիրքորոշում ունենալ, մյուս դեպքում այլ։ Որովհետև եթե մեր դիրքորոշումն են, ինչ որ ռազմական ուժով վերցրել ենք, դա մերն է, ուրեմն բոլորն եք ասեն, ինչ որ ռազմական ուժով վերցրել ենք, ուրեմն մերն է, եւ փակվեց թեման։ Էլ չեմ ասում դա կբացի ճանապարհ, ռազմական ուժով նորից վերցնելու։ Բա ինչի համար ենք ասում պատերազմի կուսակցություն։ Պարզ է, որ հիմա բան փողոցներում ավտոմատներով չեք քայլում, չեք էլ կարա քայլեք, հարցը այդ չի։ Բայց այն ինչ որ ասցիք, ուղիղ ապացուցեց այն, ինչ որ մեծ հաշվով ապացուցելու կարիք չուներ էլ։ Ալխաս Ղազարյան։ Շնորհակալ եմ շատ։ Մեծարգո վարչապետ, այսօր դուք ըստ էության գաղտնազերծեցիք այս ընդդիմության գաղտնի պլանը, այն է ստեղծել հնարավոր խոչընդոտներ մեր արտահանողների համար այլ երկրի միջոցով սահմանափակումներ մտցնելու։ Ըստ ձեզ, ինչքան հեռահար կարող է լինել այս ընդդիմության հակապետական քայլերը այս ուղղությամբ, արդյոք մեր տնտես վարողները հասկանում են, թե ովքեր են նպաստում իրենց համար խնդիրներ ստեղծվելուն, եւ ուզում եմ հասկանալ, ինչպիսի քայլեր պետք է անենք, որպեսզի չեզոքացնենք այս խնդիրները։ Ի վերջո, պարոն Գևորգյանի հարցը տալիս է նաև դրա պատասխանը։ Մենք պետք է դադարենք ինքներս մեզ հետ կոմպրոմիսի գնալ։ Որովհետև հասկանում եք, մենք պետք է առերեսվենք, որ ինչպես ժամանակին ասում էր բանը Վահրամ Փափազյանը, ամեն սև բան օթելլո չէ, այնպես էլ ամեն այդ գույնը ինչ է, ամեն կոնյակի գույնը ամեն շագանակագույն բան կոնյակ չի, ժողովուրդ ջան։ Մենք պետք է սա արձանագրենք եւ առերեսվենք։ Եվ ես ողջունում եմ, որ այդ թվում ընդդիմությունը այդ հարցը բարձրացնում է եւ սրում է, եւ այդ էլ երկրորդ թեման է, որտեղ մենք կարող ենք կոնսենսուսային խորհրդարան ընդունել օրենք, որպեսզի ստանդարտն է ճանապարհը, որպեսզի շուկաները բացվեն։ Ինչի մեջ է եղել խնդրեմը, որ որոշ ուղղություններով մենք ի վիճակի ենք եղել արտահանել խմիչք, վրան կոնյակ գրած, որի մեջ եղել է նաև ցորենի սպիրտ։ Եվ բոլորը դրա մասին իմացել են։ Ինչի համար են նրանք, ովքեր թույլ են տվել դրա, մենք երբ որ փակել են, ասել են, բայց դեր ինչ խնդրեմն է, դուք ինչ խնդիր ունեք։ Մենք ասել ենք դա մեր ինքնիշխանության հաշվին է արվում։ Եվ ինչի են նրանք, ովքեր թողել են, ինչի համար են թողել, որ անհրաժեշտ պահին փակեն եւ խնդիրներ ստեղծեն։ Էդ է պատմությունը, ամբողջ պատմությունը։ Եվ դրա լուծումը դիվերսիֆիկացիան է։ Ես ասել եմ, եթե հենց այսօր էլ Ռուսաստանից օրինակ հայտարարեն, որ վերջ բոլոր շուկաները եւ բոլոր ամեն ինչ բաց է, մենք այլևս նախկին տրամաբանությանը չենք վերադառնա։ Էսա, ինչ վերաբերում է գաղտնի պլանին, դե գիտեք ինչ, հետեւյալը կա։ Մարդիկ մարդկանց բան են խոստացել, ստեղից ընդ են խոստացել, ընդեղից ստեղ են խոստացել, հիմա այդ խոստումները չեն կարող կատարեն։ Ոչ ընդեղից ստեղ են կարող կատարեն, ոչ ստեղից ընդ են կարող կատարեն,
Եվ այդ իրավիճակն է մտածում են ինչ անեն։ Թող մտածեն, մենք համոզված ենք, որ մենք այս խնդիրը կլուծենք։ Այո, ինչքան պետքա կսուբսիդավորենք գյուղացիներին, բայց մեր սուբսիդավորումը պետքա լինի զարգացման ուղղությամբ։ Մենք այլևս կոնսերվացնելու ճանապարհով պետքա չգնանք։ Օրինակ գյուղատնտեսության ոլորտում հիմա ասենք բան ունենք, չէ՞, մենք անկում ունենք։ Մենք անկում ունենալու ենք այնքան ժամանակ, քանի դեռ գյուղատնտեսություն ասելով, բացի ինտենսիվ գյուղատնտեսությունից հասկանում ենք նաև այլ բան։ Դա կապ չունի, այսինքն մասամբ կարա կապ ունենա, բայց մեծ հաշվով կապ չունի, որովհետև 21-րդ դարում 2026 թվականին այլևս գյուղատնտեսություն ասելով հասկանում են բոլորովին ուրիշ բան, քան մենք դեպքերի 90%-ով Հայաստանի Հանրապետությունում հասկանում ենք։ Ստեղ է ամբողջ խնդիրը։ Արձագանք